Այս քարոզարշավին քաղաքական ուժերը առաջին պլան մղեցին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու սոցիալական խնդիրները, եւ սա տրամաբանական է։ Մի դեպքում ապրիլյան քարորյա պատերազմը հեռու անցյալում չէր, հետևաբար հասարակությանը ամենահուզող հարցն է։ Եվ երկրորդ, վերջին տարիներին ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդեց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որի բացասական հետևանքները իրենց հետքը թողեցին Հայաստանի տնտեսության վրա։ Հետևաբար, տնտեսության զարգացման թեման նույնպես թրենդային է այս ընտրություններում։ Սա հասկանալի է, սակայն որոշ դեպքերում քաղաքական ուժերի ոգևորությունը երբեմն հասնում է թվաբանական ֆանտաստիկայի։ Ով ինչ է առաջարկում, Նելի Հարությունյանը մեկտեղել է բոլորի տնտեսական խոստումները։ Շոկային մոտեցում, հեռանկարային, չափազանց իրատեսական եւ պրագմատիկ խաղաղություն եւ զարգացում, իրատեսական եւ առաջադեմ, արդար տնտեսական մոդելի կոնցեպտ։ Պետությունը հսկողություն սահմանի ուզումը կանգնացնելու եւ զարգացման ծրագիր։ Երկրի զարգացման դինամիկ զսպանակային մոդել ֆորվարդային բյուջետային ծախսերով։ Կներեք մասնագիտական տերմինի համար։ Քաղաքական պայքարի տնտեսական հատվածը նաև նրանք են հեղինակում։ Մինչև ընտրություն քաղաքական 9 ուժերից յուրաքանչյուրն ընտրողին կներկայացնի, կբացատրի ու կհամոզի, թե ինչու հենց իրենց ընտրել, կգրավեն հատկապես տնտեսական խոստումներով։ Ամեն ինչ ձեռքի տակ ու ամեն պահ պատրաստ քարոզարշավի, կոմունիստների երկրորդ շնչառությունն է բացվել։ Ծախակողման կառավարության վստահության ծրագիր 1 տարի առաջ մշակեցին, չէին սպասում, բայց նույնիսկ կառավարությունից դրական արձագանք ստացան։ Նույն ծրագիրն ավելի սեղմ դարձել է նախընտրական պլատֆորմ։ ժամանակն է ռազմավարական նշանակության ճյուղերում պետության դերակատարությունը ավելացնել։ Դեռ չեն առաջարկում պլանային տնտեսության անցնել, բայց դա էլ կանեն։ Ամեն ինչ հերթով։ Հստակ տարանջատել, թե ինչպիսի պատասխանատվություն պետությունը պետք է կրի, որպեսզի բիզնեսը լինի ավելի նպատակային, ավելի կայուն զարգացմանը միտված։ Պետության կարգավորիչ ձեռքն ամեն տեղ կհասնի, բայց չի խանգարի։ Մասնավորի հետ կհամագործակցի ու կօգնի ավելի ազատ շնչել։ Դաշնակցության տնտեսական առաջարկների միայն մեկ հատվածն է։ Սոցիալական ուղղվածության ավելի էկոլոգիապես հիմնավորված տնտեսապես նախընտրել։ Բնական ռեսուրսների հասանելիություն յուրաքանչյուր քաղաքացու հումքի վերամշակում տեղում եւ միայն վերջնական արտադրանքի արտահանում։ Դասական քայլերով տնտեսությունն ուշքի չես բերի, Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը շոկի կենթարկի ու տնտեսությունն այդպես ոտքի կկանգնեցնի։ Առաջին հերթին փոքր բիզնեսին հարկային արձակուրդ կուղարկի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում փոքր բիզնեսը ամբողջովին ազատված կլինի որևէ հարկից։ Պետությունը կբարձրացնի նվազագույն աշխատավարձը, այդպես կբարձրանա նաև գնողունակությունը։ Դա կնշանակի ապահովել գնողունակ պահանջարկ, որը կսնուցի այդ բիզնեսներին, որոնք ազատված են հարկային բեռից։ Շոկը շոկ, բայց շուկայական տնտեսության դասական կանոններն անփոխարինելի են, մենաշնորհի դեմն են առնելու, ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից ու կտրուկ, ասում են հնարավոր է։ Հայաստանը մենք գտնում ենք պետք է վերստին դառնա արդյունաբերական երկիր։ Ծառուկյան դաշինքը գիտի ինչպես եւ ինչ միջոցներով խոստանում են աշխատավարձն ու կենսաթոշակներ կբարձրացնեն, եթե իրենք ձևավորեն կառավարությունը։ 2 ամսվա ընթացքում որոշ միջոցառումներ կա, կենսաթոշակի ավելացումը, կարմիր գծեր արագաչափերի հանումը, կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի սառեցումը։ Մրցունակ արտադրություն ունենալու համար կվերանային էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները, հանքարդյունաբերության ոլորտում վերամշակված արտադրանքի արտահանման կողմնակիցն են։ Ելքը կազմեց քաղաքական առաջարկներն ու փոխանցեց տնտեսագետներին, նրանք էլ հստակեցրին, թե ցանկությունները որքան իրագործելի են։ Շատ կոնկրետ են լուծումները եւ հնարավոր միջոցները շատ կոնկրետ տեղերից են եւ գիտեք թե որքան։ Ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ եւ ըստ ունեցած ռեսուրսների, ելքի տնտեսական առաջարկներում ռազմարդյունաբերությունն առանցքային է։ Լոկոմոտիվի դեր կարող է խաղալ ամբողջ տնտեսության համար իր հետ տանելով միշտ ճյուղերը։ ՏՏ ոլորտը ելքի տնտեսական առաջարկների առաջին եռյակում է, 150 եւ ավելի աշխատող ունեցող ընկերություններին կազատեն շահութահարկից։ Տնտեսական կախվածության թուլացում,
Ներմուծման, փոխարինման ռազմավարության մշակում եւ դա, այսպես ասած, տեղական արտադրանքով փոխարինում։ Հայկական վերածնունդը փուլ առ փուլ կուժեղացնի տնտեսությունն ու կթույլատնի սոցիալական լարվածությունը։ Ընտրությունից առաջ 300-ը սեղմել ու 30 կետանոց տնտեսական առաջարկ են դարձրել։ Կենսաթոշակների եւ նպաստների ինդեքսացիան բյուջեի վրա կարող է նստել 8-ից 9 միլիարդ դոլար։ Եկամուտները համաչափ բաշխելու համար շքեղության հարկ առաջարկել են, հիմա էլ ընտանեկան հարկում են առաջարկում։ Բոլոր նախադասություններն ու ծրագրերն այստեղ սկսվում եւ ավարտվում են խաղաղություն բառով։ Նախընտրական ամեն ինչ կոնկրետ ՀԺԿ դաշինքը հենց դրա վրա է կառուցել։ Տնտեսական զարգացման մեր հիմնական գործիքը ծրագրում դա խաղաղության հաստատումն է։ Հակամարտությունն ու փակ ճանապարհները վանում են ներդրողին ու գործարանին։ ՀԱԿ ՀԺԿ քաղաքական դաշինքը չի էլ կասկածում, խաղաղություն եղավ, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բացել բոլոր ճանապարհները, բացել առևտրի համար բոլոր հնարավորությունները, բերել ներդրումներ։ Ներդրողին Հայաստան բերելու եւ այստեղ պահելու համար պարզեցնելու են հարկային եւ մաքսային դաշտը, մենաշնորհն էլ վերացնելու են։ Մենք չենք արել օդից առաջարկել։ Բյուջեի ծախսերն ավելացնել, հարկերը պակասեցնել։ Մենք շատ ժուժկալ ենք եղել այդ հարցերում։ 2021-ի նվազագույն աշխատավարձը կհասնի 110,000 դրամի, կենսաթոշակը 73,000-ի, 140,000 աշխատատեղ կստեղծի պետությունը, եւս 280,000-ն էլ ինքնազբաղվածության արդյունքում կլինի։ Ստանալով լայն իրավունքներ, բիզնես անելը կհեշտանա 8-ից 10 անգամ։ Եվ տեղական մարմինները կստանան բյուջետային լրացուցիչ։ Ազատ դեմոկրատների նախընտրական տնտեսական ծրագրի հեղինակը Հրանտ Բագրատյանն է։ Դրանից բացի եւ դրա հիման վրա կազմել են նաեւ կառավարության ծրագիր։ Դեղինով սպիտակի վրա Գագիկ Մինասյանն առանձնացրել է այնինչ նոր է ու կառավարություն կազմելու դեպքում դառնալու է գործողությունների ծրագիր։ Կխորացնեն տնտեսական հարաբերությունները Իրանի եւ Վրաստանի հետ։ ԵԱՏՄ ու եվրոպական հնարավորությունները կխաչվեն նաեւ ազատ տնտեսական գոտում։ Լուրջ հնարավորություններ, ընդ որում այս ծրագրի իրականացման համար արդեն կա նախնական պայման հնարավորություն եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից եւ Եվրասիական ցական միության կողմից։ Որքանով են արդյունավետ ծախսվում բյուջեի փողերը, պետական կառավարման մարմինների համար կսահմանեն կատարողական առանցքային ցուցանիշներ ու կպարզեն։ Խոշոր ներդրողների համար մշտադիտարկում իրականացվի այն ծրագրերը, որոնք իրականացվում են ներդրումային ծրագրերի շրջանակներում եւ եթե ծագում են խնդիրներ, ապա օպերատիվ այդ խնդիրների լուծումները տա։ Մենաշնորհի վերացում, հարկային եւ մաքսային դաշտի պարզեցում, նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացում, ներդրումների խթանում, բոլորի ձգտումները գրեթե նույնն են, տարբեր են իրագործման ուղիները, իրագործման մեկ նախապայման են առաջ քաշում, եթե հենց իրենք ձևավորեն ապագա կառավարությունը։ Ների Հարությունյան, Նարեկ Գալստյան, Post Factum։